Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները ներկայում գտնվում են կառուցողական տրանսֆորմացիայի փուլում, եւ ես այդ process-ը գնահատում եմ դրական։ Լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մենք մեր սկզբունքը շարունակապար պահելու ենք, մենք երկխոսության բարեկամական երկխոսության տրամաբանությունից դուրս չենք գալու եւ շարունակելու ենք այդ ճանապարհով։ Ռուսաստանի նախագահի հետ Հայաստանի վարչապետի վերջին հանդիպումը դեռ քննարկվում վերլուծվում է։ Տարբեր մեկնաբանություններին ու գնահատականներին անդրադառնալով Փաշինյանը նկատեց. ինքն այնտեղ որևէ նոր բան չի ասել։ Ընդամենը վերահաստատել է այստեղ արած հրապարակային հայտարարությունները։ Դա Պուտինի հետ վերջին տետատետ հանդիպումն էր։ Այս բնույթի մեկնաբանություններին էլ պատասխանեց. Մենք արդեն պայմանավորվել ենք մեր հետագա հանդիպումների մասին և մեր միջոցառումների մասին, բարձր մակարդակով հանդիպում ենք պայմանավորվել, այդ թվում հունիսի երկրորդ կեսին։ Հայաստանում գտնվող ղազախ պաշտոնյաների հետ քննարկումների օրակարգում կա երկաթուղու կառավարման փոփոխության հարցը։ Մենք Ռուսաստանի թիկունքում որևէ բան չենք պատրաստվում անել և ի հեճուկս Ռուսաստանի Դաշնության, համենայն դեպս այս փուլում, քանի դեռ երկխոսության հնարավորությունները լայն են և բաց են, մենք շարունակելու ենք աշխատանքը։ Հայաստան ժամանելուց առաջ ղազախ պաշտոնյաները Ադրբեջանում են եղել ու նախագահի հետ քննարկել են թրիփի իրագործման հեռանկարը։ Ինչ կարող էին նրանք քննարկել հայ-ամերիկյան նախագծի մասին։ Հարցին անդրադառնալով Փաշինյանը շեշտեց. Ղազախստանն օգոստոսից ի վեր չի թաքցրել իր հետաքրքրությունը թրիփի նկատմամբ։ Բազմաթիվ այլ երկրներ նույնպես հետաքրքրված են։ Միջազգային հաղորդակցության նոր ուղի է բացվում և գիտեք, որ Ղազախստանը միջազգային տրանսպորտային ոլորտի խոշոր խաղացողներից է, խոշոր դերակատարներից է, մասնավորապես Չինաստանից և դեպի Չինաստան ապրանքների հոսքի առումով և Ղազախստանի մեր գործընկերները, այդ հարցը մենք նաև իմ այցի ընթացքում ենք քննարկել, փորձում են հասկանալ առավել առարկայական, թե տրանսպորտային ինչ հնարավորություններ են բացվում և ինչպես է դա անդրադառնալու և ինչ նոր հնարավորություններ են բացվում իրենց համար։ Նոր սահմանադրություն ընդունելու միայն մեկ տարբերակ կա, եւ այդ տարբերակը համաժողովրդական հանրաքվեն է, ընդգծեց վարչապետը, անդրադառնալով կարծիքներին, թե առաջիկա ընտրություններում սահմանադրական մեծամասնություն է ակնկալում, որ հետո խորհրդարանն ընդունի նոր սահմանադրությունը։ Այսօրվա գործող սահմանադրությամբ է, որ խորհրդարանը որոշակի հոդվածներում կարող է փոփոխություններ անել։ Եվ հիմա կոնցեպտուալ ընդհանրապես վեճ կա, քննարկում կա, այդ թվում մեր թիմի ներսում, թե ընդհանրապես խորհրդարանին պետք է արդյոք վերապահել սահմանադրության որևէ հոդվածում փոփոխություն անելու լիազորություն։ Տարբեր տեսակետներ կան և քիչ չեն այն տեսակետները, ովքեր պնդում են, որ ոչ, սահմանադրության մեջ որևէ փոփոխություն կարող է անել միայն ժողովուրդը, բացառապես ժողովուրդը, որովհետև ժողովուրդն է Հայաստանի Հանրապետությունում իշխանության տերը, կրողը և աղբյուրը և լեգիտիմության աղբյուրը։ Վախենում եմ մինչև այս տարվա վերջ միլիոնատերից դառնաս բոմժ։ Սամվել Կարապետյանի մասին իր այս հայտարարությունը սպառնալիք համարողներին Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. այդտեղ չկա սպառնալիքի որևէ տարր։ Ինքը ոչ թե խոստանում է, որ այդպես կլինի, այլ իր վախենալու մասին է ասում։ Ինչ եմ վախենում, որովհետև կարծում եմ, որով ձեր նշած անձը այն խոստումները, որ տվել է Հայաստանից դուրս գտնվող որոշ շրջանակների, որոնք որոշակի բան ունեն, լծակներ ունեն նաև իր ունեցվածքի վրա, ակնհայտ է, որ ինքը իր ստանձնած պարտավորությունները չի կատարելու և ակնհայտ է, որ այդ ամբողջ ունեցվածքը իր ձեռքից վերցվելու է։ Եվ ես դրա համար շատ ցավում եմ, որովհետև չի ուզենա, որ որևէ տեղ հայկական համարվող որևէ կապիտալ զրոյացվեր։ Ընդդիմադիրները վարչապետին մեղադրում են, որ ժողովրդին վախեցնում է, թե նրանց ընտրվելու դեպքում պատերազմն անխուսափելի է լինելու։ Ինքն այդտեղ բանավիճելու շատ նյութ չի տեսնում։ Օրինակ, եթե որևէ քաղաքական ուժ ասում է Հայաստանը չպետք է բավարարվի 29743 քառակուսի կիլոմետրով, կամ եթե Հայաստանի իրենց կոնցեպտի մեջ տեղավորում են Ղարաբաղը և շրջակա տարածքները, ապա դա անխուսափելի պատերազմ է։ Այլ անձանց ընտրվելու հեռանկարով նույնպես ժողովրդին վախեցնելու մասին էլ Նիկոլ Փաշինյանն ասաց. Եթե վախենալ որևէ մեկից պետք է,
որպես ահարկու ուժի, դա ժողովուրդն է, ուրիշ որևէ մեկից վախենալու անհրաժեշտություն որևէ մեկը չունի, որովհետև Հայաստանում ժողովուրդը իշխանության բարձրագույն կրող է եւ աղբյուր է եւ կարող է կայացնել ցանկացած որոշումներ։ Հետեւաբար վախեցնել ժողովրդին դա կներեք ոչ ճիշտ ձևակերպում է, որովհետև ժողովուրդը գերագույն ուժ է, գերագույն իշխանություն է, իշխանության տեր է, իմ գործատուն է, իմ ղեկավարն է եւ ես չեմ կարող նույնիսկ մտքովս անցնի, որ ես ժողովրդին վախեցնեմ։ Էսա պատճառը, որ մենք նաեւ ժողովրդին փորձում ենք հաշվետու լինել մեր արածների, մեր չարածների մասին եւ հաղորդակցության մեջ լինել։ Անվտանգության ամենահուսալի երաշխիքը խաղաղությունն է, ընդ որում դա վերաբերում է թե Հայաստանին, թե Ադրբեջանին ու թե Վրաստանին, նշեց պետության ղեկավարը։ Հիմա ըստ նրա առանձնահատկությունն այն է, որ տարածաշրջանային անվտանգության որոշակի ընկալում կարող է ձևավորվել, ինչը իր կարծիքով լավ է։ Որովհետև առանձին վերցրած երկրում անվտանգություն չի լինում։ Եվ անվտանգությունը իհարկե պետք է ամեն երկիր ունենա իր ներքին համակարգերը, իր անվտանգության համակարգերը, բայց ինչքան լայն է անվտանգության այդ ընկալումը, այնքան ավելի լավ։ Հիմա ենթադրենք Հայաստանի եւ Ադրբեջանի համար խաղաղությունը անվտանգության երաշխիք է, թե երաշխիք չի։ Իհարկե երաշխիք է։ Այդ խաղաղությունը ում միջև է կնքվել։ Հայաստանի եւ Ադրբեջանի։ Իրանք ում համար են այդ խաղաղությունը կնքել։ Իրանք իրանց համար։ Բայց իրանք իրանց համար կնքելով նշանակում է որոշակի անվտանգության լծակ են ստեղծել նաև դիմացինի համար։ Արդարադատությունն ընտրովի է, քանի որ Սուրբ Աննա եկեղեցում վարչապետի հետ կապված միջադեպից հետո 18-ամյա երիտասարդը կալանքի տակ է, իսկ նրա Ավտոշարասյան կողմից կնոջը մահացու վրա երթի ենթարկելու համար մեղադրվող անձը ազատության մեջ։ Այս զուգահեռին վարչապետն արձագանքեց։ Արդարադատության ոլորտում մենք բազմաթիվ խնդիրներ ունենք, այնպես չի, որ մենք երջանիկ ենք Հայաստանում արդարադատության վիճակով, բայց դա չի նշանակում, որ ես ձեր նշած դեպքերը գնահատում եմ կամ պիտի գնահատեմ նույն կերպ, ինչպես դուք եք գնահատում, յուրաքանչյուրը ազատ է անել եւ ունենալ իր գնահատականը, արդարադատության համակարգներ պետք է գործի իրավասության շրջանակներում։ Մենք էլ պիտի բարեփոխումները արդարադատության ոլորտի որպես դրա իրավասությունը ունեցող ինստիտուտներ շարունակենք այնքան ժամանակ, մինչև մենք ավելի լավ, ավելի լուրջ եւ ավելի ամբողջական վերաբերվենք արդարադատությանը։ Կուսակիցների նկատմամբ հարուցված քրեական վարույթների մասին հարցի առնչությամբ Նիկոլ Փաշինյանը շեշտեց. քաղաքացիական պայմանագրի անդամ լինելը ինդուլգենցիա չէ, որքան էլ երբեմն մարդկանց կարող է այդպես թվալ։ Իսկ նույն ներկա կամ արդեն նախկին կուսակիցների պնդումներին, թե քրեական հետապնդումն անարդար է կամ շոու է, Փաշինյանն արձագանքում է։ Մի մասն է անդիմադիր է դարձել, տեսել եք։ Ասենք հոդվածը չգիտեմ ինչա, բայց բովանդակությունը կաշառք բանի, եթե չեմ սխալվում, ինչ որ ապրանք ներմուծել արտահանելու, բայց ձեր երազած կառավարող ուժը էտա, հա, որ ԿՊ-ից է, ուրեմն պետքա հիմել բան ամբիոններից դոշ են ծեծում։ Ինչ են դոշ ծեծում, որովհետև դատվում են։ Ոչ թե դատվում են, որովհետև ընդդիմադիր դարձան, այլ ընդդիմադիր դարձան, որովհետև դատվում են։ Երբ որ իրանք սկսեցին դատվել, այդ ժամանակ իրանք ընդդիմադիր չէին։ Իրանք երդվում էին որոշ անուններով, բայց հենց որ հույս ունենալով, որ այդ երդվելը իրանք ինդուլգենցիա, իրանք կարան կաշառք վերցնեն, իրանք կարան, չգիտեմ, ոչխարի արտահանում անեն ներմուծեն կամ արտահանվեն ներմուծեն, չգիտեմ։ Ոչ, այդպես չի։ Այս օրինակներն էլ ըստ վարչապետի ցույց են տալիս, որ արդարադատությունը աշխատում է եւ կառավարող կուսակցության ներկայացուցիչների եւ այլ անձանց հանդեպ։ Աննա Զախարյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։